Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ռեժիսոր, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, վերադառնալով հունիսի 7-ին նախս ձեզ ինչ ընտրեց Հայաստանի, ինչպիսի ընտրություն կայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչ բովանդակություն կունենա 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ես կարծում եմ մեծամասամբ հայ ժողովուրդը ընտրեց ինքը իր հարցերին տեր կանգնելու եւ ինքը իր հարցերը լուծելու ճանապարհի վրա կանգնեց եւ այդ հանձնառությունը վերցրեց իր վրա, որպեսզի ոչ մեկին ոչ մեղադրի օգնելու կամ չօգնելու մեջ կամ չգիտեմ ինչի մեջ, ինքը կենտրոնացավ ինքը իր վրա եւ իր առաջ կանգնած մարտահրավերը սեփական ուժերով լուծելու այս շատ գովելի եւ շատ առողջ դիրքի վրա կանգնեց հայ ժողովուրդը իմ կարծիքով սա այդ պատասխանատու ընտրությունն է, որը ոչ միայն պատասխանատվություն է ժողովրդի վրա եւ այդ պատասխանատվությունը նաեւ կկրի այս ընթացքում իշխանությունը ովքեր որ կլինեն, այսինքն այն գործադիրը եւ օրենսդիրը պետք է հասկանա եւ զգա այդ պատասխանատվությունը։ Եվ ընդդիմության մասով, պարոն Մանուկյան, որևէ փոփոխություն տեսնում եք, որովհետև 21 թվականին կարծես թե նույն ուժերն էին ընդդիմություն կազմում, հիմա վերափոխված, բայց էլի նույն ուժերն են, Ուժեղ Հայաստանը, որի կազմում շատ են նաև հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, եւ որքան էլ իրենք հայտարարում էին, որ իրենք ոչ նախկին են, ոչ ներկա են, նոր ուժ են, բայց այնուամենայնիվ այդ աֆիլիացիան կապը շատ հստակ երևում է, եւ նաև այդ կապն է երևում ցավալիորեն Ռուսաստանի Դաշնության հետ այդ պորտալարով կապվածությունը։ Սա լավ բանի մասին է խոսում, որ մեր խորհրդանում, ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց, պրոռուսական ուժեր կան։ Ես ճիշտն ասած ընդդիմության մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ընդդիմությունից ոչինչ չլսեցի, որպեսզի որևէ քաղաքական ուղերձ չլսեցի, իրենք ինչպես են պատրաստվում ինչ-որ բաներ անել, որովհետև ինչքան հասկացա, ինչ որ մեկը, այսինքն իրենց խոսքի հեղինակը, ինչքան հասկացա, այդքան էլ իրենք չէին եւ ինչ որ խոսք փոխանցողներ են եւ ես չըմբռնեցի ընդդիմության քաղաքական բովանդակությունը, ես ավելի այսպեսին կլինի օբյեկտիվ խոսքը։ Դե իրենք ամեն ինչ անելու են ավելի ուժեղ, ինչպես իրենք ուժեղ խաղաղություն են բերելու։ Որ մենք դա ոչինչ չասող անբովանդակ նախադասություն է։ Մենք պետք է հասկանանք, որ ազգային ժողովում կա ռուսական, ոչ թե պրոռուսական, այլ ռուսական ուժեր, որոնք այսպես ասած իրենց այս ընթացքում պետք է ռուսական պետության, այդքան էլ ռուսական իշխանության կամքը կատարեն Հայաստանում։ Իմ կարծիքով սա պատմականորեն անխուսափելի ընթացք է, որից դե հիմա մեր պատմությունն է այդպեսին եղել, ռուսական ներկայությունը միշտ չէ, որոշ ժամանակից հետո եղել է հայկական հանրության մեջ եւ սա ոնց որ դրա հետևանքներն է։ Իսկ իրենք ինչ են անելու, մոտավորապես տեսել ենք ինչ են արել, նույն բանն էլ անելու են էլի, մի քիչ ավելի վատ երևի կամ ավելի քանի որ չեմ ընկալել բովանդակությունը իրենց տեքստերի եւ այլը քաղաքական եւ նույնիսկ չեմ ըմբռնել որևէ քաղաքական տեքստ, գուցե իմ խնդիրն է, կարա լինի, բայց ես չեմ կարող իրենց գնահատական տամ որևէ։ Որպես այդպիսին քաղաքական օրակարգ, չգիտեմ որքանով կարելի է դա համարել, բայց իրենք օրինակ խոսում էին, որ եթե իրենք չընտրվեն, ընտրվի քաղաքացիական պայմանագիրը գալու են այն երևակայական 300,000 ադրբեջանցիները եւ իրենք նրա համար են, որ կանխեն նման սցենարները։ Հիմա ընտրություններից հետո կարծես թե այդ մասին չեն խոսում եւ հիմա էլ խոսում են քաղաքացիական պայմանագրին հեռացնելու գաղտնի պլանի մասին։ Նախ երբ որ Սամվել Կարապետյանը ասում է, որ գաղտնի պլան ունի, դա ազգային անվտանգություն պետք է հետաքրքրի, դա անթույլատրելի նախադասություն է քաղաքական գործչի կողմից։ Հասկանում եք, քաղաքական գործիչ է, երբ որ ասում եմ ես քաղաքական գործիչ եմ, նշանակում է իր բոլոր պլանները պետք է ոչ թե
նույնիսկ բացահայտ լինի, այլ թղթի վրա գրած։ Իրա գաղտնի պլանները, այդպիսի արտահայտություն գաղտնի լինում են շպիոնները, լրտեսները եւ այլը, որոնք ունենում են գաղտնի պլաններ։ Իրեն հիմա ինքը խոստովանություն անում, որ ինքը լրտես է Հայաստանում Հանրապետություն, չգիտեմ, դա արդեն քրեական գործ է ինձ թվում է։ Իրավաբանները թող գնահատական տա, ես չեմ կարող էլի ճիշտ գնահատական տալ, բայց իմ կարծիքով դա բանից դուրս է։ Քաղաքական դիսկրետ, ես ոնց կարող եմ այդ մարդու քաղաքական պատկերը նկարագրել, եթե նա գաղտնի է։ Հասկանում եք, նա գաղտնի է պահում իրանից քաղաքական իր տեսլականը։ Չէ, դա կլներ իհարկե ծիծաղելի, եթե այդքան 3 ինչքան են իրանք ձայներ հավաքել։ 300,000։ Եթե ինձ թվում է, եթե 300,000 ձայներ հավաքած չլինեին, կլիներ ծիծաղելի շատ, բայց ծիծաղելի չի, մի քիչ մտահոգիչ չէ։ Իսկ ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին, դա լուրջ չի էլի։ Այս մասին լուրջ խոսալը արդեն լուրջ չի։ Ինչ ասի 3 հատ ադրբեջանցի բերեք մինչև նոր տարի, 300,000 չէ, 3 հատ։ Այդ մարդիկ իսկականից ես չեմ, նույնիսկ իրենց կողմնակիցները պարզ է, որ որևիցե մեկին չեմ տեսել, որ այդ 300,000 ադրբեջանցու թեզին լուրջ վերաբերվի։ Եվ հավատա։ Չէ, որը լուրջ վերաբերվի, դեռ հավատալ։ Բայց գնացել ընտրել են, չէ, այդքան մարդիկ իրենց ընտրել են։ Գիտեք, այդքան մարդիկ կարծում եմ ընտրել են, որովհետև տեսեք, իշխանությունը միշտ ընդհանրապես հասարակությունը սիրում է, որ իշխանությունը փոխվի։ Հիմա իրերի բերումով ունեցա, որ որոշ մարդիկ հասկանում են, որ պետք չի որ դեռ փոխվի։ Բայց այդ մարդիկ էլ կարող են չեն սիրում, չեն ընկալում, համաձայն չեն, բայց իրենց չհամաձայնությունը արտահայտել են այտենց որոշները։ Որոշները ինչքան հասկացա բաներից կաշառքով են ընտրել, որոշները, չգիտեմ, շահով են ընտրել։ Ուղղակի պարզ է, որ ոչ մի իշխանություն երկար չի ունենում իր առաջնային համակրանքի չափը, միշտ պակասում է եւ այդ որ պակասում է ավելանում են չուզեղուների քանակը եւ դա նորմալ է, դա բնական է շատ։ Իսկ մտահոգիչ չէ, որ օրինակ հաջորդ ընտրություններում, ինչպես դուք ասացիք, պրոռուսական էլ չէ, ռուսական ուժերը արդեն կարող են լինել իշխանություն։ Իրենք հիմա էլ էին այդ սցենարը դիտարկում, որ հավաքական ընդդիմությունը, ինչպես իրենք իրենց անվանում են, որովհետև ռուսական ուժերը մեր աչքի առաջ տեսել ենք, որ ինչա կատարվում մի տարածքում, որտեղ ռուսական քաղաքական ուժեր են, լինում է ոչինչ։ Իրենց նպատակը առհասարակ որն է, լավ, բացի քաղաքացիական պայմանագրին հեռացնելուց։ Արցախը էլի։ Կային ռուսական ուժեր, հիմա չկան ռուսական ուժեր եւ որևիցե ուժ հայկական կամ որևիցե, այսինքն կա Ադրբեջանը եւ վերջ։ Որովհետեւ ամբողջ բանը հույսը դրած էր ռուսական անվտանգության գործոնի վրա, որը աշխատեց ճիշտ հակառակը։ Նույնիսկ լավ կլներ, եթե մենք որևիցե անվտանգության սիստեմ չունենայինք, շատ ավելի լավ կլիներ։ Որովհետև գիտեք ինչ, երբ որ օրինակ այստեղ կամերաներ են կախված անվտանգության սիստեմը, չէ՞։ Եթե նա ինֆորմացիա մենակ թշնամիների դա տալիս է արդեն որը որ եղավ մեր հետ։ Պարոն Մանուկյան, հասկանանք նաև թե ինչու այդ ընթացքում նկատի ունեմ նախընտրական շրջանում եւ նաև հետընտրական շրջանում շարունակվում է դա ընդդիմության բառերով ասած Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական պատերազմ հայտարարեց Հայաստանի նպատակը որն էր։ Ինչու որոշեցին այսպես ասած սովի մատնել, դա հաշվարկը որն էր, ինչ էին ուզում ստանալ դրա դիմաց։ Չգիտեմ, ես այս վերջերս մի ստատիստիկա նայեցի Օսմանյան կայսրությունում 1500-ական թվականներից հայ ժողովրդի քանակը, դեմոգրաֆիկ պատկերը Օսմանյան կայսրության, հայ ժողովուրդը եղել է 2 միլիոն։ Այդքան հայ վճարել էր հարկերը։
2 միլիոնի չափ հայ։ Հիմա 500 տարի հետո էլի այս տարածքում 2 միլիոն հայ է ապրում։ Եվ ամենամեծ իրադարձությունը, որ այս տարածքում եղել է, այդ ռուսների մուտքն է այս տարածք։ Ռուսները մտնելուց հետո այս տարածք, ուրեմն թուրքական գործոնը աճել է դարել է 90 միլիոն, հայերը ոնց եղել են 2 միլիոն, նենց էլ մնացել են 2 միլիոն։ Այսինքն, եթե մենք սենց նայենք, հայերի այս տարածքում մոտավորապես եթե դու բնականon լիներ, մոտավորապես 40-50 միլիոն մարդ պիտի լիներ, այսինքն 48 միլիոն հայ գոյություն չունի։ Չի ծնվել, չի ապրել, չի ստեղծել, չի ժառանգել։ Հասկանում եք 48 միլիոնի չափ մոտավորապես։ Կամ կարևոր չի։ Մի ահռելի մեծ թիվ չի ծնվել, չի ժառանգել, չի ստեղծել եւ այլն, չի գոյել այս տարածքում։ Եվ միակ մեծ իրադարձությունը, որ այս տարածքում Օսմանյան կայսրության այս ընթացքում եղել է, դա ռուսների մուտքն է։ Դե բարերով կարող ենք ասել, որ իրենք բարեկամ են, հավերժ բարեկամ են, մեր սիրելի բարեկամ, մեր հարազատ բարեկամ, ինչ ուզում եք ասեք։ Թվերի հետ չես կարող ասել սիրելի 2 միլիոն կամ սիրելի 4 միլիոն։ Ինքը կամ 4-ը կամ 2-ը։ Հիմա այս տարածքում է պատահել հայերի հետ։ Ռուսներն են եկել։ Ու հայերը ոնց եղել են 500 տարի առաջ 2 միլիոն, անցել մնացել են 2 միլիոն։ Դա կարծում եք ռուսական ներգործության արդյունք է միայն։ Պատմության մեջ մի պատճառ չի լինում, բայց լինում է մի մեծ պատճառ եւ դրա հետ եւ բազմաթիվ փոքր պատճառներ։ Ես կարծում եմ մեծ պատճառը դա այն է, որ ռուսները որոշել են, որ Կովկասում պետք է ներկայություն ունենան եւ ունեցել են։ Մեր ժողովրդի գլխին այդ տենց է արտահայտվում, այս թվով է արտահայտվում ռուսների ներկայությունը։ Մնացած ենթադրություններն ու հետևությունները ամեն մարդ իր ողջամտության սահմանում թողանի, թե ովքեր են ռուսները հայ ժողովրդի համար։ Եվ վերջին ընտրությունների ժամանակ այդ սաբոտաժը, էլի եմ ասում, տնտեսական պատերազմը իրենց բառերը օգտագործելով ինչ նպատակ ուներ, ինչին էր միտված, դա եւս մեկ անգամ եկավ ինչ ապացուցելու։ Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը ոնց եթե մնա ռուսների ծիրում, մնալու է 2 միլիոն։ 500 տարի էլ անցնի, մնալու է 2 միլիոն, որտեղ ռուսները չեն հանդուրժում հայ ժողովրդի հաջողությունը։ Եվ չեն հանդուրժելու, հասկանում եք, տեսեք։ Ենթադրենք ես ունեմ 100 բարեկամ, ամեն մեկին տվել եմ տարբեր քանակի գումար։ Ամենաքիչը տվել եմ, ենթադրենք ինչ-որ մեկին, մոտավորապես 100 միլիոն դոլար։ Բոլորին ներում եմ մի քանի միլիարդները, 25 միլիարդ, չգիտեմ, մի քանի 100 միլիոններ, բացի մեկից։ Դա հայ ժողովուրդն է, ռուսները ներել են բոլոր այն պարտքերը, որոնք տվել էին ամբողջ աշխարհով մեկ, բացի հայերից, 100 միլիոն, որի դիմաց 97 միլիոն, որի դիմաց մեր սիրելի նախկին ղեկավարը հանձնեց ամենառազմավարական բաները, հա, մեր երկաթուղին գործարանները եւ այլն։ Հասկանում եք, դա ինչ բարեկամ է։ Պատկերացնում եք, դա ինչ բարեկամ է, որ բոլորին ներեց այդ երևակայական պարտքերը, որովհետեւ իրանք որոշեցին, որ մենք պարտքենք 100 միլիոն եւ դիմացը խլեցին ամենակարևոր ռազմավարական բան ունեցող, կշիռ ունեցող գործարանները, երկաթուղին, որի դիմաց հիմա այսօր մենք խնդիրների առաջ ենք կանգնած, ճանապարհ պետք է սարքենք, չենք կարողանում սարքենք, որովհետեւ 100 միլիոնը վերցրեց։ Հիմա դրանք լծակներ են իրենց ձեռքում եւ խանգարում են, ինչպես ճիշտ նկատեցիք։ Եթե նրա նպատակը լիներ, որ Հայաստանում որևիցե, այսինքն իր ներկայությունը բան լինի, կենսունակ լինի, իր երկաթուղիները կսարքեր գոնե այն աստիճանի ինչ որ իրանց մոտ է։ Բա ինչի մեջ չեն ներում։ Ենթադրենք, նույն այդ պարտքերը չեն ներում, էլ ինչու մեջ։ Չեն համարում, որ մենք ինչ որ բան ենք էլի։ Դենց ով էս սրանք, հա, եկեք տելևիզորում խնդրեցրեք մեզ, հրհրացրեք մեզ, կավեն, կոմեդի կլաբ, ասենց բաները զվարճացրեք մեզ, էլի, դուք ռուսների զվարճացնելուց բացի ուրիշ ոչ, հասկանում եք, այդ մարդիկ բյուզանդական կայսրության պատկերացումները ունեն, էլի, հասարակության մասին, իշխանության մասին, ժողովրդի մասին,
Բյուզանդական կայսերությունում ժողովուրդը սեփականության որևիցե մեկը սեփականության իրավունք չի ունեցել։ Հիմա այդ մարդը, որ 4 միլիարդ դոլար փող ունի օֆիցիալ Իրանն, ոչ իհարկե։ Հասկանում եք ոնց էին ժառանգում։ Կայսերին գրում էին իմ ունեցվածքը, խնդրում եմ 10 ես հիմա մեռնելու եմ, քեզ ժառանգում եմ, դու կտաս իմ որդիներին։ Կայսերը կամ կտար կամ չէր տա, որտեվ սեփականության իրավունքը մի հոգու էր, կայսերինը։ Մնացածը թղթի վրա գրած է, ասենք ես քոննա, այնտեղ կառնես վիլա կտաս իմ երկրորդ կնոջը, այն մյուսն էլ կառնես, չգիտեմ, իմ դղյակ կտաս իմ չորրորդ կնոջը, այս մեկին էլ սենց։ Հասկանում եք, դրանք այդ մարդիկ չունեն որևիցե բան։ Իրենց բոլոր ունեցվածքը կայսերինն է։ Հիմա Ռուսաստանը այդ ժամանակագրության մեջ է մնացել, այդ ժամանակահատվածում է մնացել, կամ այդ մտածողության մեջ է մնացել։ Դե այդ տեսնում եք, այն ինչ որ տեսնում եք, ինչ տեսնում եք, այն ինչ որ տեսնում եք։ Հասկանում եք, մենք ունենք թուղթ, որի վրա գրած է, որ մեր ապրանքները պետք է գնան Ռուսաստան եւ ծախվեն։ Չէ՞։ Մեկ էլ ինչ որ մեկը հասկանում ես, չի այն մարդ լավ, բա այն մարդ ով որ ծախում էր այդ հայկական ծիրանը։ Չի ասում ես ինչ ես անում, ընկեր, ես այս սեզոնին հայկական ծիրան էի ծախում, ինչի ես սպանանում։ Թղթի վրա թուղթ ունեմ, ստորագրություն ունեմ վրան, պայմանագիր եմ կնքել, փող եմ տվել, փող եմ առել։ Հասկանում ես, ինչ որ մեկը որոշել է, որ չես անում, չէ, ինքը նա ծպտուն չկա, չէ, Ռուսաստանից։ Ոչ մի խանութի տեր չի ասում, չէ, ուր է իմ ծիրանը։ Չի ասում, որտեվ Իրանը չի այդ ոչ այդ խանութը, ոչ էլ այդ խանութություն, այդ բան առևտուրը Իրանը չի։ Դա կայսերինն է, կայսերը որոշում է, որ էլ չեք առնելու տեղից ծիրան։ Ուրեմն չեք առնելու տեղից ծիրան։ Մի հոգու դրամատրություն։ Հասկանում եք, դա ժամանակակից երկիր չի։ Դա խորը փդած բյուզանդական երկիր է։ Փդած բյուզանդական, որտեվ ամեն ինչի կրի, եթե բյուզանդիան այտենց լինելու պատճառ ուներ, դրա կրկնությունը ծիծաղելի է եւ տհաճ։ Կամ տհաճ, կամ ծիծաղելի։ Հասկանում եք։ Մեզ տհաճ, մյուսներին ծիծաղ, օրինակ ֆրանսիացիներին ծիծաղելի, իսկ հայերին տհաճ։ Եվ այս վերջին ամիսների այդ մաղձից հետո, մեզ սովի մատնելու սպառնալիքից հետո Զախարովյանը իր վերջին հարցազրույցում օրերս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կենսական դաշնակիցներ են եւ հատկապես խոսում է ժողովուրդների բարեկամության եւ սիրո մասին, ասում է մեր կապը հիմնված է այդ մեծ սիրո վրա։ Հիմա ինչպես հասկանալ այս ամեն ինչը։ Ոչ մի կերպ թող գնան բան արցախցիներին պատմեն այդ հեքիաթները։ Սիրո խոստովանություն են։ Զախարովն թող մենակ արցախցիների հետ խոսա։ Ոնց իրանց թողեցին այնտեղ, ոնց իրանց վերաբերվեցին այնտեղ։ Ոնց մեզ չթողեցին որևիցե բան, ոնց մեր ձեռքերը ոնց արեցին, ոնց մենք վճարեցինք, որ զենք տան չտվեցին, թող գնան այդ ամենը պատմեն արցախցիներին։ Մենք տեսել ենք, եթե կա որևիցե մեկը, ով որ Զախարովայի ասածներին կարող է որևիցե վերաբերմունք ունենա, թող ունենա։ Բայց հասկանում եք, որ նրանք ոչ ամոթ ունեն, ոչ էլ աբուր ունեն։ Հասկանում եք, անընդհատ սուտ այն խոսում, անընդհատ։ Ասում է Ղրիմը հարձակվողը դեբիլ է, այդ Պուտինի խոսքերն եմ ասում։ Հետո ասում է Ղրիմը միշտ եղել է մերը ու ինչ լավ է որ մերն է։ Բա դե նախանցած տարի ասում էր ով որ հարձակվի դեբիլ է։ Հետո ասում է ուկրաինացիների հետ պատերազմ չենք անելու, պատերազմ են անում։ Հետո ասում են հայերը մեր բարեկամներ են, թշնամություն են անում։ Հետո ասում են մենք ձեզ չենք սիրում, հետո պարզվում է սիրում են։ Հետո այդ մարդկանց խոսքին վերաբերվել չարժ պրոստը պետք է չլսել։ Պետք է ապրել քո կյանքը, տեսնել կողքերդ ինչ կա, ունենք թշնամական պետություններ մեր կողքը, պետք է գտնենք բարեկամանալու չէ, այս խնդիրը լուծելու ոնց ենք ապրում իրար հետ, այս կյանքը, հասկանանք մեր կարմիր գծերը, եզրերը որտեղ է, դնենք այդ եզրերը, անենք այդ սահմանազատումն ու հոգեպես էլ մտովել եւ ֆիզիկապես անենք այս մարդկանց այդ սահմանազատում, ստեից կարելի է, ստեից չի կարելի, մեզ կարելի է սենց խոսալ, ձեզ չի կարելի սենց խոսալ, այս սահմանները գծենք, տեսնենք ոնց ենք ապրում, չի կարելի, այդ մարդիկ լուրջ չեն։ Այդ մարդիկ լուրջ չեն։ Նկատի ունեք պետք է այդ մարդիկ բոլոր պայմանագրերը, եւ ոչ միայն հայերի հետ, բոլոր պայմանագրերը, պայմանավորվածությունները, խոստումները, բոլոր ամեն ինչ խախտել են։ Ուկրաինա պետության
երաշխավորը անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Հասկանում եք։ Հասկանում եք այդ Ուկրաինան բան ՆԱՏՕ այ մարդ ում եք դուք պետք ձեր ինչը բանը, հա, այդ նավթը, գազը։ Մի հատ նայեք ինչով եք դուք նավթ հանում հողի տակից։ Գերմանական սարքերով, ում որ դուք հաղթել եք 45 թվականին, ամոթել է, էլի, պետք է ամոթից չառնեին այդ սարքերը։ Գերմանական սարքերով եւ կանադական սարքերով, այսինքն դուք ոչինչ չունեք, դուք ոչ մի բան եք ստեղծել, հասկանում եք, դուք մենակ վախ եք տարածում շրջապատում, հասկանում եք, իսկ վախը այդ այն լավագույն արտահանման պարագան չի, էլի։ Դու չես կարող բարեկամի նկատմամբ անընդհատ վախ տարածես, արտահայտես։ Կամ վախեցնես անընդհատ, որ քեզ հետ բարեկամություն։ Ձեր տանը ինչ ուզում եք, ձեր մուրը, ձեր գլուխը ոնց որ ասում էր քերիս։ Իսկ ուկրաինացման այդ սցենարով երբ մեզ են վախեցնում, իդեպ այդ մասին ուղիղ խոսեց անգամ Վլադիմիր Պուտինը, որ հիշեք ինչ եղավ, նույնը եղավ Ուկրաինայի հետ, երբ նրանք ձգտում էին դեպի Եվրամիություն, ազատ առևտրի պայմանագիր էին փորձում ստորագրել եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նախ տեղին է մեզ անընդհատ հիշեցնել, որ տեսեք Ուկրաինային, խղճացեք ձեզ։ Մենք տեսնում ենք Ուկրաինային, հասկանում ենք ում հետ գործ ունենք եւ ինչ ասեմ, զգուշանում ենք դրանից, ոնց որ աշխարհում կան, չէ, ոչ հաճելի կենդաններ, օրինակ օձեր, կարիճներ։ Եթե գիտես քո տարածքում կա օձ եւ կարիճ, ըստ այդմ էլ պետք է ապրես։ Սահմանազատումից խոսեցիք, պարոն Մանուկյան, ասացիք պետք է գծել այդ սահմանները մեր մտքերում, գիտակցության մեջ, գետնի վրա եւ առաջ շարժվել։ Նկատի ունեք Ադրբեջանի հետ խաղաղությունը։ Հա, մենք շատ երկար ժամանակ թշնամի ենք եւ այդ թշնամությունը ոչ մեր մոտ անցնելու, ոչ էլ իրանց մոտ, ինչքան էլ մենք ուզենանք դա անենք, դա երկար աշխատանք է, որովհետեւ այդ թշնամությունը անցնի եւ պետք է չի անցկացնել, ուղղակի պետք է պայմանավորվածությունները պահպանել։ Այդ թշնամությունը ինստինկտյան կարող է անցնի մի 100-200 տարի հետո։ Մենք այնքան շատ ենք իրար կոտորել։ Հասկանում եք, որ այդ թշնամությունը հեշտ չի անցնելու եւ պետք էլ չի որ հեշտ անցնի։ Մենք պետք է վերապրենք այդ մեր կորուստները, մեր ցավերը։ Մենք չենք կարող ասել, «Էլ չի ցավում», չի լինում այտենց։ Չէ, ցավում է։ Մենք բանն ենք կորցրած։ Եվ դա ցավալու է միշտ։ Հասկանում եք, իրանք էլ ունեն կորցրած եւ դա էլ է ցավալու։ Հիմա մենք մեր երկիրն ենք բանանում, բայց մեր երկիրը այդքան էլ ոնց ասեմ, մենք մեր պատկերացումների երկիր է, իսկ ամբողջ աշխարհի համար եղել է այս տարածքում մի մեծ Օսմանյան կայսրություն, որը կորցրել է իր տարածքի մոտավորապես 70-80%-ը։ Հիմա Թուրքիան Օսմանյան կայսրության 20%-ի վրա է։ Մի հատ պատկերացրեք իրանց ցավերը, հա, մենք մենակ այս կողմից ենք նայում։ Ուրեմն պատկերացրեք դու Օսմանյան կայսրի, ենթադրենք մենք Օսմանցի ենք։ Կորցրել ենք մեր երկրի 80%-ը մոտավորապես կամ 50%, կարևոր չի։ Մենք էլ ունենք, չէ՞, այդ ֆանտոմային ցավը։ Իրանք էլ ունեն, չէ՞, այդ ֆանտոմային ցավերը։ Դե հա, մենք էլ ծովից ծով Հայաստանն ենք հիշում, Արևմտյան Հայաստանն ենք հիշում։ Ծով Հայաստանի այդ ֆանտոմային ցավերը ունենք մեր մեջ։ Բայց մեր երեխեքին ո՞նց ենք ուղարկում դպրոց անվտանգ։ Ծովից ծով։ Եթե տենց ուղարկենք, տեղ չեն հասնի այդ երեխեքը։ Տեղ չեն հասնի, հասկանում եք, չեն ավարտի։ Այդ մտայնությունից, որ ինչ որ բան, ինչ որ ժամանակ եղել է քոնը եւ պիտի լինի քոնը, դա ռացիոնալ մտածողություն չի։ Այն ինչ որ այս պահին քոնն է։ Եկեք Վանոն էր ասում, այնքան հեշտ է սիրել Արևմտյան Հայաստանը։ Ոչինչ անել պետք չի։ Այս Հայաստանը սիրելն է դժվար։ Շատ ողջամիտ խոսքեր են սրանք, շատ արթնացնող խոսքեր են։ Այսինքն այն ինչ ունենք այն սահմանները։ Ինչ ունենք, սարքել ենք աշխարհի լավագույն։ Հայերը սիրում են չէ լինել աշխարհի լավագույնը։ Դե ես վստահ եմ, որ այդպեսին էլ կան։ Իրանք սիրում են, որ իրանք լինեն աշխարհի լավագույնը։ Հիմա այսքան պետություն ունես, աշխարհի լավագույն այսքան պետությունը սարքել ես։ Եթե չես սարքել, այսքան պետությունը ով կտա քեզ։
Բայց երբ օրինակ ղեկավարներ կան, որ նույն երկրորդ նախագահը նախընտրական շրջանում ասում էր, մենք չենք սահմանափակվելու այդ 29000 եւ մի քանի հարյուրով, մեզ պետք է ավելին։ Սա վտանգավոր խոսույթ չէ առհասարակ։ Դեռ թողնենք մի կողմ, որ երկրորդ նախագահն է դրա մասին հայտարարում։ Որոշները գնացել նաև ընտրել են չէ այդ ուժին, էլի մոտ 97000 քաղաքացիներ, եթե չեմ սխալվում։ Այսինքն նաև կան այդքան քաղաքացիներ, ովքեր մտածում են, որ պետք չի սահմանափակվել 29000 այդքանի հարյուրով, ինչպես ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Սա էլ է բարդ հոգեբանորեն, պարոն Մանուկյան, ինչպես պիտի նաև այդ մարդկանց գիտակցությանը հասցնել այն միտքը, որ դուք ասացիք, որ այնինչ ունես, շատ ավելի բարդ է պահել, շատ ավելի բարդ է սիրել, իսկ այնինչը քոնը չի, դու դրա համար պատասխանատվություն չես կրում, պարտականություններ չունես, շատ հեշտ է այսպես նստել եւ ասել, որ չեմ ուզում սահմանափակվեմ։ Դե մենք պատմության մեջ մի քանի կերպարներ գիտենք, ովքեր չէին ուզում սահմանափակվեին, բայց նրանք գոնե դրա կարողությունը ունեին եւ դրա բանը ունեին։ Նրանք այտենց կար մի Ադոլֆ, մի Նապոլեոն, մի չգիտեմ ինչ, ասենք տղա ջան, մեծ մարդ ես էլի, պետության ղեկավար ես եղել։ Դուք որ խոսում եք, ես փորձում եի կոռեկտությունության մեջ նախադասություններ գտնեմ, բայց հասկանում եք, երբ որ Գերմանիան մեծ առաջընթաց ունեցավ, այտենց մի ղեկավար ունեին, որ ասում են պիտի չսահմանափակվենք մեր սահմաններով։ Հասկանում եք։ Իսկ եթե մեկը, որը այդ կարողությունները չունի եւ պատկերացումներ էլ չունի կարողությունների մասին, իր չափը չի ճանաչում, գտնվում են միշտ մարդիկ, որ ասում են, բալես, չափը ճանաչիր։ Չափը ճանաչիր մի հատ։ Այդ շատ լավ բառ է իմիջիալով չափը ճանաչելը։ Եվ ձերբակալություններ են վերջին շրջանում, տեսնում եք, որ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը, ընդդիմությունը սա որակում է նաև ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, բոլորը միաբերան խոսում են այն մասին, որ սրանք ճնշումներ են, բռնաճնշումներ են, որպեսզի լռեցվի ընդդիմությունը։ Ինչ է կարծում հիմա, ինչ է տեղի ունենում, սա իսկապես Քոչարյանին, Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ճնշելու, լռեցնելու միտում է, թե այստեղ իսկապես թերևս ուշացած արդարադատություն է։ Ես հիշում եմ պարոն վարչապետի արտահայտությունը, որ վենդետա չի լինելու, գնացեք, հանգիստ նստեք ձեր տեղերը, ձեր գործը արեք, ստեղծեք բարիք, հարստացեք եւ հարստացրեք։ Հետո ես հիշում եմ մի քաղաքական կերպարի արտահայտությունը, որ նստել էր Ալիևի հետ եւ ասում էր մենք երկուսով հայերի հախից եկանք։ Հետո հիշում եմ մի երրորդ կերպարին, ով որ այդ կերպարին, ով որ Ալիևի հետ հայերի հախից եկավ Ղարաբաղում, ասում է, որ ամենամեծ մեր ընկերն է։ Դե գիտեք, ես տրամաբանությունս տալնը չեմ թողել, էլի։ Եթե դու իմ թշնամու ընկերն ես, ուրեմն կներես դու թշնամի ես Հայաստանի։ Իսկ եթե դու որոշել ես թշնամի լինելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքականությամբ զբաղվես, դա վտանգավոր է։ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության թշնամին է ըստ։ Լուկաշենկոյի մեծագույն բարեկամն է, Լուկաշենկոն նստած էր Ալիևի հետ, ես հիշում եմ այդ կադրերը, բոլորս ենք հիշում, որ ասում էր մենք երկուսով, ես Լուկաշենկոն եւ Ալիևը միասին հայերի հախից եկանք Ղարաբաղում 44 օրյա պատերազմի առիթով շնորհավորանքների ժամանակ։ Եվ գալիս է մի Ծառուկյան, որ ասում է Լուկաշենկոն իմ մտերմագույն բարեկամն է եւ մենք պետքա գնանք դառնանք Լուկաշենկո։ Կներեք, սա դժբախտություն է, որպես քաղաքական։ Իսկ այն ինչ որ քաղաքական, գիտեք ոնց է, մարդիկ սովոր են, որ գողերը ոնց են անում, որ չբռնվեն։ Միտեղ են մտնում, որ ոչ ոք իրանք չտեսնեն, չկարողանան բռնել։ Հիմա իրանք որոշել են, որ գողություն անեն, բայց քաղաքականությամբ զբաղվեն, որ իրանք միշտ բան ունենան, քաղաքական ձեռնխելություն ունենան։ Դա չի կարելի, դա մանկապարտեզ չի։ Գնա քո բաները տար, այդքան կենթանի որ բանը սպանել ես ու չորացրել ես քո տան մեջ կախել ես պատերից։ Ում թույլ տվությամբ, ով է քեզ թույլ տվել։ Այդքան կենթանի տեսանք, չէ։
Բոլորն կարմիր գրքի մեջ, այսինքն մենակ այն ինչ էլ չեմ ասում, թղթերից ենթադրենք բան չենք հասկանում, բայց պատկերից էլ հասկանում ենք։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ էլի, ով չգիտի Գագիկ Ծառուկյանը ով է։ Եթե մեկը կա թող չգիտի, թող հետաքրքրվի։ Լավ, հիմա Ինձ անդիմադիր հետաքրքիր չի, լուրջ եմ ասում, հետաքրքիր չի։ Ես հիշում եմ, որ Գագիկ, ես մեծ մարդ եմ էլի, ես հիշում եմ, որ Գագիկ Ծառուկյանին, եթե մեկը փողոցում ասեր Դոդի Գագո, հետո ասֆալտին փռած կամ մեռած, այսինքն, բայց այդ մարդու տածական անունն է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը ձևով ասեց բոլորին։ Նենց որ գիտենք ովքեր եք եղել էլի։ եւ նաեւ առյուծի վանդակներ օգտագործում հիշեցնեմ, որ բռնենք տանեմ առյուծի վանդակը կգցեմ դե։ Ես կարծում եմ, որ մենք մի խնդիր ունենք, որպեսզի հանցագործները քաղաքականությամբ չզբաղվեն ու ժուրնալիստներին բան անեն, էլի մարդկանց ասեն քաղաքական գործի չեք ձերբակալում եւ այլ, ինչ իրավունք ունեն իրանք քաղաքականությամբ զբաղվեն։ Ում նկատի ունեք, միայն Ծառուկյանին թե Ոչ, բոլոր հանցագործներին։ Մենք գիտենք տարածիորեն, գիտենք ովքեր են ապրել երկրում, ովքեր են այդ մարդիկ։ Սաղ է անունները գիտենք, ուղղակի քանի որ քրեական գործիչներ չենք, քրեակատարողական գործիչներ չենք, չգիտեմ ոնց է կոչվում այդ ոստիկաններ չենք, իրավական մասնագետներ չենք։ Թղթեր չունենք, որի վրա գրած է, դրա համար տեսածով ենք ասում, բայց դա ապացույց չի։ Անմեղության կանխավարկած, դա սիրված բառն է այդ մեր բաները էլի։ Մարդուն սպանել է, ասում են անմեղության կանխավարկ։ Հա, ունի, իրակպես ունի, մինչև դատարանը չբանանի, մենք չենք կարող այսպես եթերով ասել։ Բայց ասում ենք, այն ինչ որ տեսել ենք, այն ինչ որ հասկանում ենք։ Ուրիշ չենք կարող ուրիշ բան ասել։ Մենք ապրել ենք այդ տարիներին, այդ սարսափի տարիներին, եւ որ չէիր կարող ասել պրիվետ, ռոբ կամ Դոդի Գագո կամ որևիցե մեկին չէիր կարող ոչինչ ասել, որտեվ ոչ թե նրա համար, որ կամ կսպանեին, կամ հիվանդանոց կընկնեիր, կամ էս կլներ, կամ քեզ հետ մի բան կպատահեր, անորեն մի բան կպատահեր։ Դե հիմա նույն այդ մարդիկ են դժգոհում, որ իրենց դեմ այսպես զանգվածային եւ ուղղորդված բռնաճնշումներ կա, որովհետեւ իրենք անդիմություն են։ Հայերեն լավ չի հնչում այդ բառը, բայց դա լիցիմերիա է ինձ թվում է։ Հայերեն երեսպաշտությունը այնքան բարեկիրթ է հնչում, չես էլ ուզում ասես։ Դա լիցիմերիա է։ Եվ առաջիկա 5 տարիներին, պարոն Մանուկյան, խորհրդանում ունենալու ենք, այսպես ասեմ, քաղաքական դիսկուսներ, նախագծերի օրակարգերի շուրջ, ինչ ենք ունենալու, ինչի։ Ունենալու ենք ռուսական ընդդիմություն եւ հայկական իշխանություն, որոնք փորձելու են այս հարցը լուծեն, չենք ունենալու, տխուր է լինելու, կարծում եմ։ Իսկ փողոց դուրս գալու են ինչու։ Անբովանդակ։ Դուրս հիմա խոստանում են, որ Իրանք փողոցային չեն, այդ մենք ենք փողոցային։ Բայց Քոչարյանն ասաց, որ աշնանը կարող է տրիգեր ստեղծվել հեղափոխության համար եւ իրենք այդ տրիգերը կօգտագործեն։ Հիմա ինչ եք կարծում, միգուցե ինչպես նաեւ Նարեկ Կարապետյանը հայտարարեց միաժամանակ եւ խորհրդարանը եւ փողոցը տակ պահելով գան եւ հաղթեն։ Ես անցեմ, երազում եմ այդ ժամանակ երբ հակալու որ այդ անունները էլ չտանք։ Ուրիշ անուններ տանք էլի։ Գիտեք դժբախտությունն է նաեւ օպոնենտ չունենալ էլի։ Անբովանդակ օպոնենտ ունենալ դա գործին է խանգարում։ Երբ ես պատգամավոր եմ, ես այդ շատ սուր զգում եմ, որ ինչ որ բան ես ասում, քո ընկերները պարզա քեզ են պաշտպանելու, բայց օպոնենտ չունես, որ մի ողջամիտ բան ասի, որ հասկանաս ինչ վտանգներ, սա կյանք է, էլի ինքը բաներ ունի, էլի շատ տարբեր է իր նյուանսների մեջ։ Օրենք ես բերել ինչ որ բաներ կան, որ պետք է ողջամիտ օպոնենտ լինեն, որպեսզի կարողանաս ճիշտ ուղու վրա դնես այդ ինչ որ պիտի գնա ու դու հասկանում ես որ դու ոչ թե ընդդիմություն ունես, այլ թշնամություն։ Հիմա
էլի նույնը ուղղակի շատ երկար է տևում, հոգնածնում է դրա համար էլ մարդիկ ուզում են փոփոխություն են ուզում։ Եվ ճիշտ ճանապարհին է արդյոք Հայաստանը, նկատի ունեմ ընտրությունների արդյունքները, գիտեք, քաղաքացիական պայմանագիրը եկել է էլի խաղաղության խոստմամբ, խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու խոստմամբ, տեսակ վերջին շրջանում Եվրամիության շուկան է բացվում Հայաստանի առաջ, արաբական շուկան է բացվում Հայաստանի առաջ։ Այս զարգացումները արդյոք ձեզ դրական են եւ նաեւ տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից դրական հայտարարություններ են լսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այս դինամիկան ձեզ արդյոք բավարար է նախընդհանուր առմամբ, թե չէ, զարգացման տեմպը, դինամիկան, եւ արդյոք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Տեսեք, աշխարհը այնքան մեծ է եւ այնքան նշանակալից բաներ կան աշխարհում։ Եւ անկեղծ եմ ասում, ես գործի բերում շատ եմ եղել էլի աշխարհի տարբեր անկյուններում։ Այնքան գեղեցիկ, այնքան կարքին երկրներ կան, այնքան կարքին ժողովուրդներ կան։ Հասկանում եք։ Բայց մեզ ասում են մենք ոչ ոքի պետք չենք, մենք գնալու տեղ չունենք։ Նաեւ այդ համատեքստում էլի։ Դե դա, այսինքն դա ասում էր մի ապուշ, հիմա մենք այդ ապուշի ասածն ենք քննարկում։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնում։ Մենք ուղղակի եթե մեր կյանքը ապրենք, այդ ամեն ինչը լինելու է։ Մենք խնդիրը այն չի, որ մենք ինչ որ տեղ գնանք։ Խնդիրը այն է, որ մենք մնանք մեր տեղը եւ ապրենք մեր կյանքը։ Հասկանում եք, երեք օր անենք վարդավառ, անենք մեր տոները, անենք մեր կյանք, ապրենք մեր կյանքը, աշխարհը ինքն իրան կբացվի մեր առաջ։ Իսկ եթե մենք ապրենք ուրիշի կյանքը, Լուկաշենկոյի կամ մեկ ուրիշ ռուսի կյանքը, ոչ հասկանում եք, եթե ես ձեր հետ պիտի շփվեմ, ես պիտի շփվեմ ձեր հետ։ Իսկ եթե ձեր հետ շփվելով ես շփվել եմ երրորդի հետ, ավելի լավ է ես նրա հետ շփվեմ։ Դրա համար արտաքին քաղաքությունումը տենց էին, մեզ ով էր բանի տեղ դնում, ով էր հարցնում։ Միևնույնն է, ինչ էլ հարցնեին, մենք պատասխանը պիտի դրսից ստանայինք, հա։ Ռուսներից ստանայինք այդ պատասխանը, ասենք, «Էնե ուղիղ հարցնում էին ռուսներին»։ Ինչ մեր գոյություն իմաստը գոյություն չուներ։ Իմաստ չկար մեր գոյությանը, դրա համար Լուկաշենկոյի նման մարդը ասում էր ու մենք դուք պետք եւ ճիշտ էր ասում, որտեղ մենք ոչ մեկի պետք չենք, որտեղ մենք ոչ մեկ էինք։ Հիմա ինչ է փոխվում։ Հիմա փորձում ենք դառնանք ինչ որ մեկը, որպեսզի արաբներն էլ մեր հետ շփվեն, պարսիկներն էլ մեր հետ շփվեն, վրացիներն էլ մեր հետ շփվեն, հասկանում ես։ Նույնիսկ մեր ուղիղ հարևանի հետ շփվում էինք ռուսների միջոցով։ Դա պարզ է, չէ՞ որ նա ճիշտ էր ասում, մենք ում ենք պետք։ Իսկ հիմա եթե մենք մեզ պետք լինենք, բոլորին էլ ըստ չափի մենք պետք կգանք, բոլորն էլ մեզ պետք կգան։ Հիմա մեր դիմացա աշխարհը բացվել է, ասում ենք, չէ, մենք գնանք այն հին տները։ Չի լինի, այտենց մանավանդ որ այդ հին տունը էլ չկա։ Չկա այդ հին տունը, չկա սովետական միությունը, էլ չկա վաղուց, արդեն 30 տարի է մեռած է, այդ պետությունը գոյություն չունի։ Մենք թունավորվում ենք արդեն այդ դիաթույնով, հա, ոնց է տրոպն իդ, դիաթույն։ Հասկանում եք, մենք թունավորված ենք այդ մեռած պետությունով, լավներ, վատներ, ինձ համար շատ վատներ, մյուսի համար ուղղակի վատներ են, մյուսի համար լավներ։ Կարևոր չի, նա չկա։ Նույնիսկ եթե աշխարհի ամենալավը լիներ, նա գոյություն չունի, վերականգնել որևիցե առողջ կենթանի բան հնարավոր չի վերականգնել, հասկանում ես, դեռ ոչ մի մարդ հարություն չի առել եւ ոչ մի պետություն չի վերականգնվել։ Փոխվել է, վերջ, չկա սովետական միությունը, վերջացավ։ Պետք է համակերպվել եւ այս։ Հա, պետք է ասել մենք ենք մեր սարերը։ Պետք է այդ նախադասությունը մեր գլխի մեջ հնչեցնենք, այդ դեպքում վարդավառի էլ կգան, մեր հետ առևտուր էլ կանեն, եթե մենք ենք մեր սարերը։ Հասկանում եք, ուղղակի մեր սարերը պիտի ճշտենք, բան ունենանք, շինթույլտվություն ունենանք եւ մենք մեր ժողովրդից պիտի ստանանք շինթույլտվություն այս սարերը ապրեցնելու։ Եվ ապրենք, մենք մեր կյանքը ապրենք, ինքն իրան ամեն ինչ կբացվի։ Մենք չպիտի նայենք Ամերիկան կամ չգիտեմ ես, հարգենք ուրիշի արած գործը, բայց ոչ ավել։ Որտեղ մենք մի բան ունենք անելու այս աշխարհում, ապրելու
մեր կյանքը հայկական, սիրուն, լեռնային կյանքը։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս ռեժիսոր, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանն էր, կհանդիպենք։